Սկսենք Վաշինգտոնյան հայտնի հանդիպումից, այդ հանդիպումը խառնել է շատերի խաղակարտերը։ Մենք մտնում ենք այդ մթնոլորտում։ Չեմ կարծում, որ Հայաստանը որոշակի խաղադրույք է կատարած եղել կապված այդ հանդիպման կամ ընդհանրապես Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի փոխհարաբերությունների հետ։ Ամենայն հավանականությամբ ոչ։ Դե միայն Միացյալ Նահանգներ Ուկրաինա չեն հարաբերություն, արդեն տեսեք ինչ լայն շրջանակ է։ Հասկանալի է, բայց տեսեք այն ինչ սպասվում էր վերջին ժամանակներս կապված Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև բանակցային նոր գործընթացի հետ, այդտեղ որևէ փոփոխություն չկա։ Միացյալ Նահանգները կարծես թե փորձում է դադարեցնել օգնությունը Ուկրաինային, բայց Եվրոպան փորձում է այդ բացը լրացնել։ Արդեն գիտենք, որ Մակրոնը առաջարկ է արել Միացյալ Նահանգներին, իհարկե դեռևս պատասխան չկա, բայց առաջարկ է արել այն, որ իրենք պատրաստ են անվտանգային հարցերը իրենց վրա վերցնել, Եվրոպան ընդհանուր առմամբ պատրաստ է անվտանգային հարցերի վրա վերցնել, եթե Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ այլ համաձայնությունների չգնա, այսինքն գործարքի առաջարկ են անել։ Իհարկե այստեղ հետաքրքիր է, թե Միացյալ Նահանգները ինչ կպահանջի դրա դիմաց կամ ինչ սպասումներ կունենա դրա դիմաց կամ ընդհանրապես համաձայն կլինի դրան թե չի լինի, բայց մյուս կողմից պետք է նշենք, որ Հայաստանի տեսակետից այստեղ որևէ վտանգավոր զարգացում ես որ չեմ տեսնում։ Ամեն դեպքում այն ողջավորությունը, որ կար Բայդենի ադմինիստրացիայի նկատմամբ, չկա Թրամփի։ Դուք նկատի ունեք Հայաստանի կառավարությունը։ Ողջավորություն ասվածը ես այնքան էլ ճիշտ չէի համարի, այնուամենայնիվ Հայաստանի կապերը դեմոկրատների հետ ավանդաբար միշտ ավելի լավ են եղել, քան հանրապետականների հետ, բայց Թրամփի ադմինիստրացիայի հետ եւս որոշակի փոխհարաբերություններ կան, եկեք հիշենք, որ առաջիններից մեկը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ անձամբ Դոնալդ Թրամփի հետ, հանդիպում տեղի ունեցավ Ֆրանսիայում, Վենսի հետ հանդիպում տեղի ունեցավ վերջերս, բավական հաջող աշխատում է Հայաստանի դեսպանը Միացյալ Նահանգներում հանրապետական կառավարության հետ։ Այլ հարց է, որ դեռևս այս պայդրությամբ Միացյալ Նահանգները լուրջ ուշադրություն Հարավային Կովկասին չի դարձրել, բայց եկեք մի կարևոր բան նկատենք, որ այնուամենայնիվ Ադրբեջանն էլ չի ստացել այն, ինչ սպասվում էր, այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը ընտրվում է Միացյալ Նահանգների նախագահ, Ադրբեջանում այդպես հաղթության նշաններ էին, ադրբեջանցի փորձագետների մոտ ամբողջական այդպես արփեսման նշաններ էին երևում, բայց հետո դա անցավ այդ ամենը, անցել է 3-4 ամիս, Թրամփը արդեն 1.5 ամիս է ինչ անցել իր պարտականությունների կատարմանը, բայց Ադրբեջանի կողմից ինչ որ լուրջ ճնշման ավելացում մենք չենք տեսնում։ Դե կա փաստացի օրինակ, Բայդենի գրասենյակի հետ Հայաստանը կնքեց այդ հայտնի համաձայնագիրը եւ պետք է հանձնախումբ կար Հայաստան, որը հետաձգում է իր այց Հայաստան։ Դա մեկ կամ խառնեն Հայաստանով զբաղվելու ժամանակ չունեն եւ Հայաստանի ազգային ժողովում հետաձգել են Եվրամիության անդամակցության այդ օրինագծի քննարկումը, ես իրար հետևից եմ ասում, որովհետև ինչ որ տրամաբանական կապ կա այնուամենայնիվ։ Տեսեք, Հայաստանի ազգային ժողովում ոչ թե հետաձգել են քննարկումը, այլ Հայաստանի ազգային ժողովում երկրորդ ընթերցում անցնելու ժամանակ կառավարությունը որոշակի առաջարկներ է ներկայացրել եւ այդ առաջարկները անհրաժեշտ է որպեսզի քննարկվեն։ Խնդիրը բովանդակության մասին չէ, ինչպես որ հայտարարվեց, խնդիրը վերաբերում է նախաբանը հանելուն, իրավական որոշակի հոդվածներին հղումներ կատարելուն, ինչը ավելի որոշակի է դարձնելու օրենքը, որը ընդունվելու է։ Ես ենթադրում եմ, որ սա կապված է նրա հետ, որ առաջին ընթերցման ժամանակ քննարկման ընթացքում բավական շատ էին կարծիքները, որ այս օրենքը շատ աբստրակտ է եւ հստակ հղումներ, օրենսդրական պարտավորություններ չի նախատեսում։ Կարծես թե կառավարությունը ցանկանում է ավելի հստակ ունենալ այդ ամենը եւ ես սա չեմ կապի ընդհանուր աշխարհակաղակական գործընթացների հետ։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ հանձնախումբը պետք է գա, հանձնախումբը շատ հնարավոր է, որ ինչպես դուք նշեցիք, խնդիրներ կան կապված նրա հետ, որ առաջնահերթությունները այլ են, բայց տեսեք, մի կարևոր բանի եկեք ուշադրություն դարձնենք, որ Միացյալ Նահանգների այս նոր իշխանությունը Թրամփի գլխավորությամբ ոչ թե թույլ է տալիս տարբեր տարածաշրջաններում ուժի միջոցով խնդիրներ լուծել, այսինքն ոչ թե եկել է եւ ասում է, որ ուժը գերակա է, ով ուժեղ է կարող է թույլից ինչ-որ բան փոխել, այլ եկել է եւ ասում է, անձամբ Թրամփը ասում է, որ միակ ուժը ես եմ։ Այսինքն դուք կարող եք ինչ-որ ցանկություններ ունենալ, կարող է ուժեղ եք եւ այլն, բայց քանի դեռ ես իմ համաձայնություն չեմ տվել, ոչ ոք ոչ մի տեղում ոչինչ չի անում։ Եվ դա մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում, եթե ձեր նշած
կամ ակնարկած այդ մոտեցումը իրականություն լիներ եւ Միացյալ Նահանգների համար տարածաշրջանը անուշադրության մատնված լիներ, ապա Հայաստանի նկատմամբ պիտի շատ մեծ ճնշումներ այս պահին լինեին, շատ ավելի մեծ, քան մինչեւ Թրամփի նախագահությունը ստանձնելը, բայց մենք տեսնում ենք, որ ընդհակառակը որոշակի գործընթացներ են տեղի ունենում, օրինակ սահմանազատման, սահմանագծման հարցերում համաձայնություններ են ձեռք բերում եւ այլն։ Այսինքն այստեղ տրամաբանությունը ոչ թե այն է, որ եթե դու ուժեղ ես, ուրեմն կարող ես անել ինչ ուզում ես, այլ տրամաբանությունն այն է, որ կա մեկ ուժ եւ դու ինչքան էլ որ ուժեղ ես, միևնույն է այդ մեկ ուժի հետ պետք է համաձայնես։ Ասեմ իմ մտավախությունը, այսինքն մեր արժեվ չի դրված ընտրության հարցը։ Մենք կարող ենք ապրել առանց այդ ընտրության հիմա։ Խնդիրը այն է, որ ոչ ոքի արժև այս պահին ընտրության հարց դրված չէ։ Տրամպը եկել է Ուկրաինայի արժև շատ լավ էր դրված ընտրության հարցը։ Ում արժև է դրված ընտրության հարց կանչել է Զելենսկին եւ հայտարարում է, որ դու պիտի կամ անես այն ինչ մենք ասում ենք, կամ մենք ընդհանրապես կթողնենք ձեռքներս կլվանք եւ այդ դեպքում դու հաղթաթուղթ չունես, ինչպես Տրամփն է ասում։ Այսինքն այստեղ էս ընտրության հնարավորություն չի թողնվում։ Խնդիրն այլ է, խնդիրն այն է, որ Տրամփը գտնում է, որ նա ունի լուծումներ եւ այդ լուծումները պարտադրելու է, որպեսզի իրականություն դառնան, բայց պարտադրելու իրավունք ունի միայն ինքը, մյուսները պարտադրելու իրավունք չունեն։ Եկեք հիշենք նրա կարգախոսը առաջին հերթին Ամերիկան եւ հենց այս տրամաբանությունն այն է, որ առաջին հերթին Ամերիկան բոլոր գործընթացներում կապված կլինի դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, թե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցող գործընթացների։ Ուրեմն տրամաբանություն է մտնում նաեւ իր այն հայտարարության մեջ, որ ես Միացյալ Նահանգների արքան եմ, հա, մոտարապես այդ։ Հասկանալի է եւ նա Միացյալ Նահանգների արքա ասելով ակնարկում է, որ նա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ ամբողջ երկրագնդի արքան է։ Պետք է զգուշ լինել, լավ, այս զարտահայտությունը։ Հասկանալի է, այո։ Ամեն դեպքում, եթե Միացյալ Նահանգներին հաջողվում է Ռուսաստանի հետ հարթել հարաբերությունները, կարծես այդ ուղղությամբ էլ գնում է։ Մենք կարող ենք խոսել Մինսկի խմբի փրկության մասին։ Ես նշեմ, որ դա վատ զարգացում կլինի մեզ համար, ես ինքս գտնում եմ, որ Մինսկի խումբը պետք չէ փրկել, Մինսկի խումբը պետք է լուծարել։ Դա կապված է նրա հետ, որ Մինսկի խումբը փաստացի այն հարթակն էր, որը հնարավորություն տվեց Ադրբեջանին միջազգային հանրությանը ներկայացնել Արցախի խնդիրը կամ միջազգային հանրությանը համոզել, որ Արցախի խնդիրը տարածքային վեճ է։ Ինչպես դա տեղի ունեցավ, դա տեղի ունեցավ ժամանակի ընթացքում, դա տեղի ունեցավ Մինսկի խմբի վերաձևավորման ընթացքում, որի ժամանակ 11 պետություններից այն վերածվեց 3 համանախագահների եւ 2 վիճող կողմերի։ Տեսեք, Արցախ չկա Մինսկի խմբում որպես այդպեսին, Արցախի սուբյեկտայնությունը ընդհանրապես հանդիպումների միջոցով էր արտահայտվում, առաջարկներ ուղարկում են Երևան եւ Բաքու, Ստեփանակերտ գնում էր Երևանի միջոցով եւ այլն եւ այլն։ Արցախի սուբյեկտայնությունը ի սկզբանե կասկածի տակ էր դրված Մինսկի խմբում եւ Ադրբեջանը օգտագործեց այդ բայց կար չէ վերջում միակ հարթակն էր, Ռոբերտ։ Միակ հարթակն էր ինչի հենց այստեղ է ամենամեծ հարցը։ Միակ հարթակն էր լուծելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Քանի դեռ խնդիրը աշխարհը ընկալում է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտություն, Արցախը սուբյեկտ չէ եւ չի կարող լինել։ Խնդիրը տարածքային վեճ է։ Տարածքային վեճի տրամաբանության մեջ Ադրբեջանը իրավունք ունի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Իրավունքների խնդրի տրամաբանության մեջ Ադրբեջանը իրավունք չունի ուժ գործադրել։ Հարևան պետության հետ տարածքային վեճի տրամաբանության մեջ Ադրբեջանը իրավունք ունի ուժ։ Այսինքն Մինսկի խմբի լուծարումը բխում է նաև Հայաստանի շահերից։ Իհարկե բխում է Հայաստանի շահերից, այստեղ բխում է Հայաստանի շահերից մի բան, որը պահանջում են Բաքուն ու Մոսկվան։ Տեսեք, Բաքուն պահանջում է Մինսկի խմբի լուծարում, քանի որ Բաքուն գտնում է, որ լուծել է հարցը եւ այդ հարցը միակ տեղը, որտեղ այդ հարցը արծացում է, ինչը նաև մեր ընդդիմադիրներն են խոսում այդ մասին, դա Մինսկի խումբն է, որտեղ որ Ղարաբաղի խնդիր գոյություն ունի, քանի որ Ղարաբաղի խնդիրը ինքը ուժով լուծել է, փակենք Մինսկի խումբը, դրա մասին էլ չեն խոսի։ Հայաստանի տեսակետից մենք էլ համաձայնում ենք այդ կոնտեքստ։ Մենք համաձայնում ենք փակել Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարցը։ Քանի դեռ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարցը գոյություն ունի, Արցախի խնդիր առանձին լուծել կամ դրան վերադառնալու հնարավորություն չի կարող գոյություն ունենալ, որովհետև Արցախի խնդիրը իրավունքների խնդիր է, իսկ Մինսկի խումբը չի զբաղվում իրավունքների հարցով, Մինսկի խումբը զբաղվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքային վեճի հարցով։ Այն ձևակերպումը, որը դուք տվեցիք, փրկել Մինսկի խումբը, ես կարծում եմ Հայաստանի համար ճիշտ չի լինի, լավ կլինի, որպեսզի անկախ նրանից Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ համաձայնության կգա թե չի գա, Հայաստանը համաձայնի եւ Ադրբեջանի հետ Մինսկի խումբը փակի եւ շատ լավ կլինի, որպեսզի դրա դիմաց Հայաստանը ինչ որ մի բան փոխի Ադրբեջանին։
դրանից։ Շատ նորմալ է միջազգային հարաբերությունների պրակտիկայում, երբ կողմերից որևէ մեկը ինչ-որ բան է առաջարկում, մյուս կողմը համաձայն է դրան, բայց քանի որ առաջարկը եկել է մյուս կողմից, կարելի է ինչ-որ մի բան փոխել դրա դիմաց։ Այդ ինչ-որ մի բանը կարող է լինել ցանկացած հարցում առաջընթաց, սկսած խաղաղության պայմանագրից մինչև սահմանազատում, սահմանագծում կամ ենթակառուցվածքներ։ Կամ միջանցք։ Կամ ենթակառուցվածքներ։